Ջրվեժի դպրոցի 7-ից 4-րդ դասարանի դուռն ենք բացում։ Մարտի 6-ին հենց այս դասասենյակում հերթական 4-րդ դասաժամը նոր էր սկսվել, սովորականի պես, բայց սովորական ավարտ չունեցավ։ 13-ամյա տղան 3-րդ հարկի պատուհանից ընկավ ներքև։ Երևի 5 րոպե էլ չի անցել, մենք մեր հիշեցինք որն է մեր թեման դասի, ինչ էր հանձնարարված, երեխաները տնային աշխատանքի տետրերը բացել էին։ Աշխարհագրության դասաժամն է եղել, ուսուցչուհին, որ դեռ ուշքի չի գալիս պատահածից, պատմում է, Մխիթարը ինչպես միշտ տնային աշխատանքը գրած պատրաստ էր։ Երկրորդ շարքում էր ինքը նստած, դրսում քանի որ շինարարություն է իրականացվում, աղմուկը խանգարում էր, իրենք էլ ոնց որ ասեցին, կարելի է փակել, որ աղմուկը չխանգարի մեզ։ Ես իրեն չեմ նշել, որ ինքը գնա անձամբ փակի։ Երբ որ շրջվեցի, արդեն պատուհանագոգի վրա էր վարկյաններ ա տևել դա։ Ինձ թվաց կատակում է երեխաներին, որ ցույց տա տեսեք ինչ եմ անում, նշեցի, որ չի կարելի նման կատակ նույնիսկ մտքով անցկացնել, փորձել անել, մինչև ես դա ուզեցի ասեմ, էլ ուղղակի չհասցրեցի։ Ձայն արձակեց, ինչ որ տենց ձայնային աու ոնց որ գոռար ու ընկներ։ Հետո իմացել են, այդ դասաժամից առաջ դասամիջոցի ներքևի հարկում տեխնոլոգիայի դասասենյակից այդ տարածքը ուսումնասիրել է, չնայած հենց պատուհանի տակ մեծ քանակի շինանյութ կա, բայց տղան ընկել է ձյան վրա, հասել գետնին ոտքերի վրա։ Դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողը պատմում է, տեսախցիկներն էլ են արձանագրել։ Ոչ ընկնելուց հետո, ոչ հիվանդանոցի ճանապարհին գիտակցությունը չի կորցրել, խոսել է։ Առաջի այդ բարերը, որոնք տատիկիս եմ ուզում, ասիկ տատիկիս արյունն է գալիս։ Նույնիսկ հասցրեց տատիկին շնորհավորի 3 ծննդյան օրներ, մի քիչ էմոցիոնալ շնորհավորեց, բայց շնորհավորեց։ Հեռախոսով ախոսել։ Չէ, իմ ներկայությամբ ես ու տատիկը երբ որ մոտեցանք հիվանդանոցում, ասեց ծննդդ շնորհավոր տատի։ Զարմացա, այդ կինն էլ շատ հուզվեց, որտեղ 3 իր ծննդյան օրներ։ Տատիկին շատ է սիրում, իր դասերակցությամբ զբաղվում է տատը, մայրը փոքր երեխա ունի, հայրն էլ միշտ տարբեր առաքելություններով տարբեր երկրներում է, հիմա էլ հանրապետությունում չի, աշխատանքի բերումով շատ սիրում է հորը, տատիկներ շեշտեց, որ շատ չէր ուզում, որ ինքը գնար, հոր գնալու, հոր բացակայության արդիվ շատ տխրում է եւ հիմա մենք կապում ենք նաեւ իր տրամադրության անկումը վերջի ամսվա հոր գնալու հետ տատիկի բառերն եմ կրկնում։ Բժշկական կենտրոնում փորձեցինք պարզել վիրահատությունից հետո ինչպես է տղան իրեն զգում, սակայն տեղեկություն չփոխանցեցին։ Դասղեկը ընտանիքի անդամների հետ անընդհատ կապի մեջ է։ Պատմում է, վիրահատությունը անցել է լավ։ Ոտքի քթի կոտրվածք, ճակատային հատվածում վնասվածք ունի։ Լիլիթ Վարդանյանը նաև վիրահատությունից հետո է հիվանդանոցում հանդիպել ընտանիքի անդամներին։ Տատիկներ, պապիկներ, հորեղբայրներ, հորեղբորքին իրենք ասում են ամբողջ ժամանակ կրկնում են, ասում են ուսուցիչներից զանգեք, ասեք կներես։ Դպրոցի ակտիվ աշակերտներից է Մխիթարը, պատմում են, կոնֆլիկտային չէ։ Բայց ինքը առանձնահատուկ երեխա է այն առումով, որ պատասխանատու է, շատ ավելի լուրջ երեխա է։ Երբ որ դուք բնութագիրը նայեք, երեք օրինակ անհրաժեշտություն առաջացավ բնութագրելու, բոլոր ուսուցիչները նույն կերպ բնութագրեցին։ Շատ աշխուժ, բայց եւ իր էմոցիաները պահիտակ, շատ պահիտակ կարող էր տրամադրությունը փոխել։ Ոչ միայն դասապրոցեսին, այլև դպրոցական կյանքին է սիրում ակտիվ մասնակցել, պատմում է Լիլիթ Վարդանյանը։ Այս տարի էլ ընտրվել է աշակերտական խորհրդում։ Աշակերտական խորհուրդը շատ ակտիվ է, շատ մեծ ջանքեր պիտի գործադրել, որ դասարանը ընտրի, ինքը ընտրվել էր եւ շատ հպարտանում էր դրանով։ Շատ լավ սպորտսմեն է, ինքը միշտ ուզում է, որ առաջինը լինի։ Դեպքի արդիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են հանգամանքները, քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, դատաբժշկական փորձաքննություն է նաև նշանակվել, կատարվել են վարութային եւ ապացուցողական գործողություններ, սպասում են փորձաքննության արդյունքներին։ Թե որն է եղել պատճառը, դպրոցում բոլորը ուսերն են թոթվում։ Լիլիթ Վարդանյանի խոսքով տղան ինքը ոչ ընկնելուց հետո ոչ հիվանդանոցի ճանապարհին, ոչ էլ մինչև հիմա որևէ պատճառ չի նշել։ Որ հարցում ենք ինչ արեցիր, սկզբում ոչինչ չէր պատասխան, միայն լացել։ Դու ասեց, այդ ճանապարհին արդեն կներեք, ասեք կներեք, պիտի չանեի, չհասկացա ինչի արեցի, պիտի չանեի։ Ինքը այդպես ուրիշ պատճառ չի նշում։ Մեկ էլ շատ խնդրում էր, ասում էր ես դեր ունեմ խաղալու, իրենք նախագծային աշխատանք ունեիք, բա ոնց պիտի խաղամ, խոստացել ենք հետաձգել, որ ինքը առողջանա, գա իր կնյազի դերը խաղա։ Տաքսի։ Այ տաքսի կնյազի դերում է, խոստացել ենք, որ կգաք խաղա։ Իլդամ Կրչյան, Արման Թովմասյան, լուրեր։